Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ, Fast Sport-ը սկսում է ուղիղ հեռարձակումը Լյուքսեմբուրգի Բեգեն քաղաքի Անրի Դյունանի անվան ստադիոնից, որտեղ քիչ անց մեկնարկելու է կանանց ազգերի լիգայի Զի լիգայի 5-րդ տուրի Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականին 2 խաղ է մնացել անցկացնելու ազգերի լիգայի հերթական խաղարկությունում Եվ 4 տուրից հետո Արտակադամյանի գլխավորությամբ մեր հավաքականը 6 միավորով ենթախմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Լյուքսեմբուրգի ազգային հավաքականը 4 խաղից հետո ունի 3 հաղթանակ, 1 ոչ ոքի ու 10 միավորով առաջին տեղում է, 10 միավոր ունի նաև Ղազախստանի հավաքականը, որը 1 խաղ ավելի է անցկացրել։ Այդ ամենի մասին քիչ անց ավելի մանրամասն հիմա ֆուտբոլիստները արդեն դուրս են գալիս խաղադաշտ եւ կլսենք երկու երկրների պետական օրհներգերը, կծանոթանանք մեկնարկային կազմերին ու արդեն մյուս կարևոր մանրամասներին ստարտականությամբ կանդրադառնանք։ Այժմ լսենք Լյուքսեմբուրգի եւ Հայաստանի պետական օրհներգերը։ Ladies and gentlemen, please rise for the national anthem of Armenia. Please remain standing for the national anthem of Luxembourg. Այսպես ավարտվում է պաշտոնական հատվածը, իդեպ Բեգեն քաղաքի Անրի Դյունանի անվան ստադիոնը մոտավորապես 4800 հանդիսական կարող է տեղավորել, տեսնում ենք ստադիոնի մասշտաբի եւ տրիբունաների բավական շատ են երկրպագուները ու այնտեղ նկատելի են Հայաստանի հավաքականի բազմաթիվ երկրպագուներ, այնպես որ այսօր մեր հավաքականը աջակցության պակաս չի ունենալու։ Այժմ ծանոթանանք թիմերի մեկնարկային կազմերին Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի դարպասը պաշտպանում է Լյուսի Շլիմեն, համար 1 պաշտպանությունում ըստ UEFA-ի տված պաշտոնական տեղեկատվության ձախից խաղալու է Քիմբերլի Դոս Սանտոսը, համար 22 աչից Լեյլա Շմիդը, համար 16 կենտրոնում
Էմմա Կրեմեր համար 5 և Անդրեյա Մաչադո համար 4։ Հենակետայինի դիրքում թիմի ավակ Լաուրա Միլլեր համար 10, Մարտա Էստևես համար 6, ենթահարձակվող Շարլոտ Շմիդ համար 11, քարտեզական ձախ եզրում կխաղա Յոնա Մագալյայեշը համար 7, աչից Կարոլին Ժորժ համար 17 և հարձակման կենտրոնում գործելու է Էմի Թոմփսոնը 9 համարի մարզաշապիկով, Լյուքսեմբուրգի ավակականի գլխավոր մարզիչը Դանիել Սանթոսն է։ Հայաստանի ազգային ավակականի դարպասում Սոֆինե Կևորկյան համար 12, պաշտպանության ձախ եզրում կրկին ըստ UEFA-ի տվյալի Օքսանա Պիզլովանը խաղալու 9 համարի մարզաշապիկով, սա մի փոքր զարմանալի է, քանի որ Օքսանա Պիզլովան հարձակման գծի ֆուտբոլիստ է, հանդիպման ընթացքում կհասկանանք, արդյոք նա է մեր ավակականի ձախ պաշտպանը թե ոչ։ Աչից Միլանա Վարդանյան համար 2, կենտրոնում Սավաննա Թեյլոր համար 4 և Սվետլանա Ղարագյոզյան համար 15։ Հենակետայինի դիրքում թիմի ավակ Լարա Կազանչյան համար 6 և Աննա Դալակյան համար 7։ Ենթահարձակվող Վերոնիկա Ասատրյան համար 11, քարտեզական ձախ եզրում Իզաբելա Մանե-Ներսեսյան համար 17, աչից Նարինե Դավթյան համար 20 ու կենտրոնական հարձակվող Անիս Աֆարյանն է 16 համարի մարզաշապիկով, Հայաստանի ավակականը գլխավորում է Արտակ Ադամյանը, նա այսպես վերջին զրույցը երկու թիմերի խաղացողները, այս պայդրությամբ Լյուքսեմբուրգի ավակականի ֆուտբոլիստները վերջին ցուցումներն են հավանաբար ստանում մարզչական շտաբից, հանդիպան մրցավարը Ֆրեդերիկի Լիդիա Սյոկերն է, նրան օգնում են Կատրին Ստենսոլմը և Աննա Կիար-Շմիդտը, 4-րդ պաշտոնյան Կասպեր Մատսենն է, բոլորը ներկայացնում են Դանիան, հիմա արդեն ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, հանդիպան ընթացքին ձեզ օգնում է հետևել Սուրեն Մելիքի Մելիքսեթյանը, իսկ ես նախքան խաղի մեկնարկը հիշեցնեմ, որ կարող եք ներբեռնել յոհելփ ավելվածը, քայլել, փոխանակել այդ քայլերը տարատեսակ վաուչերներով, քայլերը կարող եք փոխանակել նաև Fast TV-ի պրեմիում փաթեթին, մեկամսյա բաժանորդագրության վաուչերով, այդպիսով հետևելով սպորտային կարևորագույն իրադարձությունների ցանկացած վայրից և ձեզ հարմար սարքավորումով։ Հայաստանի ազգային ավակականն է հանդիպումը սկսելու դաշտի կենտրոնից, ի դեպ շատ գեղեցիկ վայրում է այս ստադիոնը, նման է Վայքի քաղաքային ստադիոնին, որտեղ ժամանակին Լեռնային Արցախը և Նորավանքն էին խաղում, ցավոք հնարավորություն չկա հիմա էլ այնտեղ ֆուտբոլային հանդիպումների հետևելու, բայց առաջին հայացքից շատ նման է այս ստադիոնը Վայքի ստադիոնին, որտեղ արդեն մեկնարկեց հանդիպումը, բայց ոչ թե Վայքում, այլ Բեգեն քաղաքում մեր ավակականի ֆուտբոլիստները կորցնում են գնդակը եզրից խաղարկելու է Լյուքսեմբուրգի ավակականը, աչպաշտպան Լեյլա Շմիդտը գնդակն ուղարկեց առաջ և առաջին վտանգավոր գրոյի փորձը տանտերերի կողմից, Կարոլին Ժորժը կենտրոն է ուղարկում գնդակը, խմբի ֆավորիտներից մեկն է Լյուքսեմբուրգի ավակականը, ինչպես ասացի 4 խաղից հետո 10 միավորով առաջատարն է, Ղազախստանի ավակականը 5 խաղում է վաստակել 10 միավոր, այսօր ենթախմբի մյուս հանդիպումը տեղի ունեցավ, ղազախները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին ակնհայտ հետնապահ Լիխտենշտայնի ավակականի դարպաս, առհասարակ Լիխտենշտայնի ավակականը ազգերի լիգայի այս խաղարկությունից առաջ է ձևավորվել որպես ազգային թիմ և նրանց համար առաջին փորձն է պաշտոնական մրցաշարերի մասնակցելու է և դա է պատճառը, որ Լիխտենշտայնը որևէ կերպ չի կարողանում միջամտել պայքարին Լյուքսեմբուրգի, Ղազախստանի և Հայաստանի հավաքականների դեմ։ Հիմա գնդակը Պարտակ Ադամյանի գլխավորած թիմի մոտ է, Սվետլանա Ղարագյոզյանը թողեց գնդակը Սոֆինե Կևորկյանին և Հայաստանի հավաքականը դիրքային գրոհի է անցնում, խորքից փոխանցում առաջ և պայքար դաշտի կենտրոնում Արձակվող Անիս Աֆարյանը չկարողացավ պահել գնդակը, Անիս Աֆարյանը 1 տարի չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, Եվրոպայի առաջնության որակավորման փուլում 2024 թվականին մի շարք հանդիպումների մասնակցեց և 2 տարբեր խաղերում դարձավ գոլի հեղինակ, բայց 2 դեպքում էլ գրավեց Բուլղարիայի հավաքականի դարպասը և տևական դադարից հետո Սաֆարյանը կրկին Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում է, ներկայացնում է ԱՄՆ-ն ներկայացնող Կոլումբիայի համալսարանը և առաջին րոպեներից խաղալու հնարավորություն է ստացել, չկա Հայաստանի հավաքականի ավակը, հիմնական ավակ Մարալ Արթինը այս անգամ հայտարարությունում չէ և այսօր Լարա Կազանչյանն է խաղում։
Հավաքի թեև կապով Կազանչյանը հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է, 3 գոլ է խփել եւ մեր հավաքականի ռմբարկուն է ազգերի լիգայի այս խաղարկություն։ Եվս մեկ եզրից խաղարկում, բայց այս անգամ Հայաստանի հավաքականն է սկսելու գրոհել նետումով։ Հարձակման աճի եզրում են փորձում տարբերակներ գտնել մեր հավաքականի ֆուտբոլիստները։ Իզաբելլա Մանե-Ներսեսյանն էր սպասում փոխանցման եւ կանտերերի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը ու նոր տեմպ է ստանում գրոհը, բայց Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները կրկին կարողացան դիմավորել 2 սխալներ այս վարկյանների ընթացքում։ Չստացվեց Նարինե Դավթյանի փոխանցումը, բամե դեպքում մնաց գնդակով Հայաստանի հավաքականը, հետո կրկին կորուստ։ Ռեժիմ չկան, հարվածներ չկան, վտանգավոր պայր, հիմնական իրադարձությունները խաղադաշտի կենտրոնական հատվածում են եւ դարպասապահներ Լյուսի Իշլիմեն ու Սոֆինե Գևորգյանը անհանգստանալու պատճառ այս ֆեդերացիան չունեն։ Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք անցկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, ֆուտբոլի ակադեմիայում, հավաքը մեկնարկեց մայիսի 25-ին եւ մինչեւ ամսի 28-ը հավաքականի ֆուտբոլիստները միասին այնտեղ մարզվեցին, հետո արդեն ժամանեցին Լյուքսեմբուրգ ու նախավերջին հանդիպումն են անցկացնել։ Կրկին խլեց գնդակը Լյուքսեմբուրգի հավաքականը, փորձում են լավ դիմավորել եւ Լարա Կազանչյանը լավ աշխատեց կետայինի գոտում։ Եկպումով մի քանի փոխանցում, ինչ կորոշի Անդրեա Մաչադոն։ Ցածրից փոխանցում առաջ, այստեղ էլ Սավանա Թեյլորը փորձեց կանգնել Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստը, որը ակումբ չունի տևական ժամանակ է, բայց հրավիրվում է հավաքական եւ խաղաժամանակ է ստանում կարևոր ֆուտբոլիստ Արտակ Ադամյանի համար, պայքարեց Նարինե Դավթյանը, պայեց գնդակ Հայաստանի հավաքականի մոտ։ Փոխանցում կենտրոնով ու այստեղ էլ գնդակի կորուստ, գնդակը բաժին է ասում Լյուսի Իշլիմեին։ Արտակ Ադամյանը այս անգամ Հայաստանի հավաքականը է հրավիրել 24 ֆուտբոլիստ, որոնցից 17-ը լեգիոնական են, 6-ը ներկայացնում են այդ ֆուտբոլիստներից Հայաստանի առաջնությունը։ Սավանա Թեյլորի մասին ասեցի, նա վերջին ամիսներին առանց ակումբի է։ Սավանա Թեյլորը եւ Համբուրգի խաղացող Նարինե Դավթյանը հավաքականին միացան արդեն Լյուքսեմբուրգում, նրանք չեն մասնակցել Երևանում կայացած ուսումնամարզական հավաքին ներողություն եւ անկախ այդ հանգամանքից երկուսն էլ մեկնարկային կազմում են, հիմա վտանգավոր գրոհ է ձեռնարկում Լյուքսեմբուրգի հավաքականը, բայց կրկին հարվածով այդ գրոհը չավարտվեց։ Պատասխան գրոհի փորձ մեր հավաքականի կողմից, կրկին փոխանցումը լավը չէր արձակման գծում։ Անի Սաֆարյանն էր հերթապահում, Նարինե Դավթյանն էլ որպես երկրորդ արձակվող սպասում էր ավելի լավ փոխանցման թիկունքից, բայց կրկին չստացվեց։ Ուստեք գրոհներ, սակայն արձակման գծում խնդիրներ կան թե Լյուքսեմբուրգի հավաքականի, թե Հայաստանի հավաքականի մոտ։ Դակ է ստանում Շարլոտ Շմիդտը, տեղափոխեց գրոհը Չիեզար, Կարոլին Ժորժ, եկպումով փոխանցում, բայց փակ էր դակի ճանապարհը։ Ակագրո Հայաստանի հավաքականի կատարմամբ Վերոնիկա Ասատրյանն է շարժվում առաջ, փոխանցում ձախ միացավ խաղարկմանը Անի Սաֆարյանը, դադար է պահում Սաֆարյանը, փոխանցում ցածրից Կազանչյան, Օքսանա Պիզլովա առաջին հարվածի փորձը, գուցե Լարա Կազանչյանն կարող էր հարված կատարել, բայց նախընտրեց թիմակցի հետ խաղալ եւ Պիզլովան եզրից խաղարկման իրավունք է վաստակում։ Այսօր մեկ բացակա կա ամեն դեպքում հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակից ԱՄՆ ներկայացնող LA Breakers ակումբի ֆուտբոլիստ Սոֆիա Հարությունյանը թիմին միանալու է արդեն Լիխտենշտայնում այս ընտրական փուլի խմբային փուլի ավելի ճիշտ վերջին խաղում
մեր հավաքականը Լիխտենշտայնի դեմ խաղով սկսեց ազգերի լիգայի այս մրցաշրջանը շատ վստահ հանդիպում անցկացրեց, պատմության ամենախոշոր հաղթանակը տարավ 6-1 հաշվով։ Առաջին տուրում Ղազախստանի հավաքականի հետ էր մրցում Լյուքսեմբուրգը, կրկին տնային խաղ, որն ավարտվեց 2-2 հաշվով։ Դրանից հետո Լյուքսեմբուրգի հավաքականը 3 անընդմեջ հաղթանակ տարավ։ Նախ վստահ հաղթանակ Լիխտենշտայնի դեմ 7-0, այնուհետև Լյուքսեմբուրգի հավաքականը Երևանում, ավելի ճիշտ Արմավիրում Հայաստանի հավաքականին հաղթեց 3-1 հաշվով եւ նախորդ տուրում էլ Լիխտենշտայնին հյուրընկալվելիս հաղթեց 3-2 հաշվով, այնտեղ հաղթում էր 2-0, հետնապահից հետո 2 գոլ ընդունեց, թվում էր Լիխտենշտայնը կարող է անակնկալ մատուցել, բայց Լյուքսեմբուրգի հավաքականը վերջում խփեց իր շարժական գոլը եւ հերթական 3 միավորը վաստակեց։ Հիմա Լարա Կազանչյանն է գնդակի մոտ վտանգավոր կարող է լինել, տեսնենք ստանդարտը ինչ կտա Հայաստանի հավաքականին։ Բարձրից փոխանցում, պաշտպաններն են արձագանքում եւ առաջին անկյունային հարվածը 9-րդ րոպեին վաստակում է Հայաստանի հավաքականը, ակտիվացան Արտակ Ադամյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ Կրկին Կազանչյանն է աղարկելու ստանդարտը, նրա փոխանցումը կհետևի։ Ուտենում է Աննա Դալակյանը, տարբերակն առաջարկեց, բայց բարձրից փոխանցումը հետևում ու չափից դուրս ուժեղ էր բոլոր ֆուտբոլիստների համար։ Հետում Լյուքսեմբուրգի հավաքականի խաղացողները սկսեն գրոհել։ Լեյլա Շմիդն է սպասում առայժմ չունի տարբերակ, ի վերջո թիմի հավաքը նահանջեց ու Լաուրա Միլլերը այսպիսի շարունակություն հաղորդեց տանտերերի գրոհին։ Ուժեղ փոխանցում էր Յոնա Մագալիայեշի համար, վերջինս էլ չկարողացավ բայց գնդակը դաշտի սահմաններում։ Դալակյան հետ է ուղարկում, Սավաննա Թեյլոր, պրեսինգ, Թեյլորը հասցրեց փոխանցել դարպասապային Սոֆինե Գևորգյանին, որը ևս ԱՄՆ-ից է կայացնում է Լուիզիանայի պետական համալսարանը։ Այս ազգերի լիգայի այս հաղորդակցությունը առաջին մրցաշարն էր, որին մասնակցեց Հայաստանի հավաքականի կազմում Սոֆինե Գևորգյանը, այսօր կրկին նա է պաշտպանում Հայաստանի հավաքականի դարպասը, 4-րդ խաղն անընդմեջ մեր հավաքականի դարպասապան է։ Ներկային 10 րոպեներն անցան առանց հարվածների եւ վտանգավոր պահերի։ Էմի Թոմփսոն շատ վտանգավոր ֆուտբոլիստ է, Լյուքսեմբուրգի հավաքականի առաջատարներից մեկն է արձակվող Էմի Թոմփսոնը, նա Գերմանիայում է խաղում եւ 5 գոլի հեղինակ է դարձել, 2 անգամ գրավեց մեր դարպասը Հայաստանում կայացած խաղում, եւս 2 գոլ Լիխտենշտայնի դեմ նախորդ տուրի խաղում, իսկ դրանից առաջ 1 գոլ խփել էր Լիխտենշտայնի դեմ առաջին խաղում, որը Լյուքսեմբուրգում էր տեղի ունեցել, այնպես որ Էմի Թոմփսոնից այսօր պետք է զգույշ լինել հավաքականի պաշտպանները նրա նկատմամբ հատուկ ուշադրություն պետք է կիրառեն 5 գոլով ազգերի լիգայի գլխավոր ռմբարկուներից մեկն է, 1 գոլ է զիջում առաջատարին Սլովակիայի հավաքականի ներկայացուցիչ Տամարա Մորավկովա։ Ռոնիկա Ասատրյանը փորձեց ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների վրա, բայց հանգիստ կարգում է Լյուքսեմբուրգի հավաքականի խաղացողները եւ դաշտի կենտրոնում որոշակի առավելություն արդեն ստացել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, գրեթե ամբողջ կազմով նահանջել են բացառությամբ Պանի Սաֆարյանի, մյուս խաղացողները սեփական կիսադաշտում են ամրացել։ Ներկայ լավն էր մեկնարկը ազգերի լիգայի այս հաղորդակցությունում,
մեր ավակականի համար 6-1 հաշվով Լիխտենշտայնի տանը հաղթելը իսկապես տպավորիչ էր, թեկուզ եւ Լիխտենշտայնի ավակականը որը ձևավորվում առաջին խաղն էր անցկացնում որպես թիմ ձևավորվելուց հետո, բայց Հայաստանի ավակականի համար կարևոր էր որ պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր հիմա անկյունային Սոֆինե Գևորգյանի դարպասի ուղղությամբ առաջին անկյունայինը տանտերերի կողմից արված էր տեսակ ու հաշիվը բացվում է առաջին իսկ ստանդարտը հաջողությամբ է ավարտում Լյուքսեմբուրգի ավակականը եւ այն ֆուտբոլիստը, որի մասին քիչ առաջ խոսում է Յենի Թոմփսոնը դառնում է գոլի հեղինակ, թափել մեկ հնարավորություն եւ օգտագործեց այդ շանսը 6-րդ գոլն է խփում հիմա նա ազգերի լիգայի այս խաղարկության երկու ռմբարկուներից մեկն է Շատ լավ եզրափակեց մեր պաշտպաններն էլ չկարողացան ոչնչով խանգարել 30 տարեկան է ու Լյուքսեմբուրգի ավակականի հարձակման գծի առաջատարը շատ հաջող մրցաշրջան է անցկացնում ազգային թիմը դա կրկին խաղի մեջ է բայց արագ վերադարձնում են Հայաստանի ավակականի ֆուտբոլիստները տանտերերին հետո կրկին սխալ նոր գրոհի փորձ Լյուքսեմբուրգի ավակականի կողմից Չեսնում է գնդակը Նարինե Դավթյանը հետ ուղարկեց Ժորժ թույլ էր փոխանցումը Կարոլին Ժորժի կողմից մեկ եզրից խաղարկում Լիխտենշտայնի ավակականի դեմ տարած հաղթական խաղում մեր ավակականի կազմում հետ-տրիկ գրանցեց Լարա Կազանչյանը, ով այսօր թիմի ավակն է Եվս մեկ հարված է կատարում Յենի Թոմփսոնը փակեցին պաշտպանները տարբերություն նախորդ դրվագի Կազանչյանը նա բոլոր գոլերը առաջին տուրում կփեց այդ խաղում Նաև Աննա Դալաքյանը հաջողության ասավ Օքսանա Պիզլովան եւ Մարալ Արթինը նույնպես մեկական գոլ խփեցին հիմա պետք է զգույշ լինել Ցիկ-ցակ էր Սոֆինե Գևորգյանի կողմից առաջին հարվածը Հայաստանի ավակականի դարպասին որը գոլով չավարտվեց մեծացրել է ճնշումը Լյուքսեմբուրգի ավակականը Դանիել Սանտոսի գլխավորած թիմը արդեն իսկ շատ հարմար է զգում սեփական ստադիոնում Կարճ փոխանցումով է սկսում իր հերթական գրոհը Հայաստանի ավակականը Թեյլորը ուժեղ փոխանցում է կատարում առաջ, բայց ճշգրիտ չէր փոխանցումը թույլ էր Ինչ ասավ Նարինե Դավթյանին նոր գրոհ տանտերերի կատարմամբ ու հաշիվը չդարձավ 2-0 ներում է այս անգամ Կարոլին Ժորժը պաշտպանությունում կոպիտ սխալի համար այնտեղ խնդրադարձ է եղել եւ անկյունայինը վաստակը Լյուքսեմբուրգի ավակականը Ցածրից փոխանցում, այս անգամ այլ տարբերակ ընտրեցին խաղարկելու հակագրում է Հայաստանի ավակականը Վերոնիկա Ասատրյանը շարժվում է առաջ եւ շատ ամփոփ փոխանցում է եթե անկեղծ կարելի է ավելի լավ կատարել ու ավելի լավ հեռանկարներ ստեղծել հակագրոյի շարունակության համար Աննա Դալաքյան Հետաքրքիր որոշում կայացրեց մոտակայքում քանի թիմակիցներ ունենալով նախընտրեց դարպասապային հասցնել գնդակը Լաուրա Միլլեր Միացավ հարձակման գծի թիմակիցներին Լյուքսեմբուրգի ավակականի ավակը Կարոլին Ժորժ
Բարձրից է փոխանցում այս անգամ երկրորդ գլխովարված Էմի Թոմփսոնի կողմից եւ երկրորդ գեղեցիկ ցածկը Սոֆինե Գևորգյանի կողմից եւս մեկ անկյունային եթե չլիներ դարպասապահը հիմա եւս երկու գոլ կարող էր խփած լինել Լյուքսեմբուրգի հավաքականը առաջին 10 րոպեներին լռություն էր իսկ հա նախորդ 7-8 րոպեների ընթացքում 3-4 շատ վտանգավոր պահ արձանագրվել է Հայաստանի հավաքականի Տուգանային հրապարակում անկյունայինն էլ մի ոճով այս անգամ պահարկեցին բարձրից փոխանցումով հետումը Լյուքսեմբուրգի հավաքականինն է Լելա Շմիդն է գախաղի մեջ մտցնելու Թոմփսոն կենտրոն է ուղարկում Միլլեր կրկին Թոմփսոն եւ դիրքը շատ լավ ընտրեց Սավաննա Թեյլորը չտվեց Սեմի Թոմփսոնին հարված կատարել Ժորժ ստեղել նահանջել ու լավ է աշխատում Մոնի Սաֆարյանը Սուլել է մրցավարը դակը Հայաստանի հավաքականինն է բայց եզրից խաղարկում կսկսեն Գրո, դակը երացել էր դաշտի սամաններից և մրցավարը Ֆրեդերիկի Լիդիա Սյոկերը կորեկտ պայքարը խաղադաշտում մրցավարը այդքան էլ շատ չամտելու կարիք չի ունենում Իսիշլիմ է Միլլեր Շարլոտ Շմիդը այն ֆուտբոլիստն է, որը ամենաշատն է նահանջում, օգնում կիսապաշտպանության կենտրոնում գտնվող թիմակիցներին և նույն ժամանակ պահում է կապը հարձակման եզրերի և կենտրոնական հարձակվող Էմի Թոմփսոնի միջև պես որ նրա աշխատանքից ավալից շատ բան է կախված Լյուքսեմբուրգի հավաքականի խաղում հիմա էլ շատ լավ աշխատեց Շարլոտ Շմիդը բայց հետո մակիցը Յոնա Մագալյայեշը չգտավ ազատ տարածություն փակ էին գոտիները խաղարկում են պաշտպանները թիկունքում Անդրեա Մաչադո Շմիդ երկար փոխանցում է այս անգամ Մաչադոն կատարում Թեյլորը հաղթեց երկրորդ հարկում պայքարը, բայց նոր ալիք է զարգացնում Լյուքսեմբուրգի հավաքականը առաջին 10 րոպեներին վտանգավոր պահեր չկային երկրորդ 10 րոպեանոց հատվածը ամբողջությամբ Լյուքսեմբուրգի հավաքականի առավելությամբ անցավ Սոֆինե Գևորգյան երկար փոխանցում առաջ Կանոնների խախտում այս անգամ արձակվող թիմի կողմից Հայաստանի հավաքական ֆուտբոլիստն է խախտել կանոնները արձակվող Մոնի Սաֆարյանը Անդրեա Մաչադո Զգերի լիգայի C լիգայում 6 ենթախումբ կա, որոնցից 3-ում խաղում է 4 հավաքական, մյուս 3-ում 3-ական ազգային թիմեր են ելույթ ունենում առաջին տեղ գրաված հավաքականները միանգամից նվաճելու են B լիգայի ուղեգիր Հայաստանի հավաքականը տեսականորեն դեռ հնարավորություններ ունի առաջին տեղ գրավելու դրա համար անհրաժեշտ է հաղթել այսօր եւ վերջին տուրում հաղթել Լիխտենշտայնի հավաքականին եւ վերջին տուրում տեղի է ունենալու Լյուքսեմբուրգի եւ Ղազախստանի հավաքականների միջև հանդիպումը այդ խաղը կկայանա Ղազախստանում այդտեղ էլ հարկավոր է ոչ ոք թե մեր հավաքականը հաղթի այսօր եւ վերջին խաղում իսկ Լյուքսեմբուրգն ու Ղազախստանը ոչ ոքի խաղան
Հայաստանի հավաքականը կգրավի առաջին տեղը, բայց հասկանալի է, որ բարդ է։ Բարդ է պատկերացնելը, որ դա տեղի կունենա։ Սաֆարյան, մտավ պայքարի մեջ, հարվածում է Սաֆարյանը առաջին հարվածը դարպասին, մյուսը Իշլիմեն։ Առաջին անգամ պարի մեջ մտավ այս հանդիպման ընթացքում և չեզոքացրեց առաջին վտանգը։ Շարլոտ Շմիտ դադար է պահում և կրկին հետ փոխանցում, լեգի հանգիստ տարբերակ նախընտրեցին կիրառել Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները, սխալ փոխանցում Լարա Կազանչյան հիմա ակտիվացել է արդեն Հայաստանի հավաքականը վերջին գրողների ընթացքում Վերոնիկա Ասատրյան այնպես չէ, որ Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները փայլում են իրենց բարձր կարգով նրանց գործողություններում էլ իհարկե Խոտանը շատ է սխալները բազմաթիվ են ու տպավորությունը, որ եթե մի փոքր ավելի կարգապահ լինի մեր հավաքականը և ավելի ագրեսիվ արդյունքը չի ուշանա։ Իդեպ Հայաստանի հավաքականը 11 գոլ է խփել ազգերի լիգայի այս խաղարկությունում և 6-րդ ամենաարդյունավետ թիմն է։ Լարա Կազանչյան կորցնում է գնդակը Հայաստանի հավաքականի ավակը, Շարլոտ Շմիտը լավ աշխատեց, նաև դաշտի աջ եզրում է հայտնվել ենթահարձակվողը շատ աշխատանք տանող ֆուտբոլիստներից մեկն է այսօր։ Կրկին հենց Շարլոտն է գնդակով, աջ է ուղարկում Լեյլա Շմիտ։ Հարմար չէր փոխանցումը Կարոլին Ժորժի համար, Սավաննա Թեյլոր, լավ գործեց Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանը, հետո սխալվում է Վերոնիկա Ասատրյանը, փոխանցում Թոմփսոն վատ մշակեց, կար նաև խաղից դուրս վիճակ։ Իշլիմեն Շմիտ չկա պրեսինգ Հայաստանի հավաքականի հարձակման գծի ֆուտբոլիստների կողմից հանգիստ են խաղարկում սեփական տուգանայինի մատույցներում Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները Լաուրա Միլլեր Լեյլա Շմիտ փոխում են գրողի եզրը, աջ թևով են զարգացնում գրողը, բայց արդեն որերորդ անգամ Լեյլա Շմիտի փոխանցումը այդքան էլ լավը չէ Կարոլին Ժորժի համար Վերոնիկա Ասատրյան անհատական գործողություններ պայեց գնդակը թողեց այն Սավաննա Թեյլորին Արինե Դավթյան, լավ փոխանցում է, հետևում Կազանչյանը շտապում է և հասավ գնդակին Հայաստանի հավաքականի ավակը կենտրոն Անի Սաֆարյան ու չկա կանոնների խախտում Սաֆարյանը մինչև վերջ կռվեց ուշացրեց հարվածը հիմա կարելի է հարվածել Դավթյանն է հարվածում ևս մեկ փորձ անկյունային է վաստակում Հայաստանի հավաքականը այսպիսի ճնշում նման հնարավորություն մի քանի դրվագներից բաղկացած դեռևս չէինք տեսել մեր հավաքականի կողմից մի փոքր ավելի արագ գործելու դեպքում Անի Սաֆարյանը կարող էր և գրավել դարպասը և նկատելի էր, որ Լյուքսեմբուրգի հավաքականի պաշտպանը իսկապես մաքուր տարավ գնդակը, այնտեղ չկար կանոնների խախտում։ Բայց տեսնում ենք ևս մեկ անգամ, որ մի փոքր ակտիվացում ու Լյուքսեմբուրգի հավաքականի պաշտպանությունում առկա խնդիրները առաջին պլան են գալիս, հարված գլխով, հարվածի փորձ, շեղ է ստացվում Վերոնիկա Ասատրյանը փորձեց
պատասխանել գլխով գոլով, բայց չստացվեց ու ավելի ճիշտ ստացվեց, բայց դիպուկ չստացվեց։ Հիմա հուսի Շլիմենկը սկսի տանտերերի նոր գրո։ Շմիտ, կտրող փոխանցում առաջ, Մագալյաշ վտանգավոր է, հաշիվը չդարձավ 2-0, այստեղ էլ բախտը ժպտում է Հայաստանի հավաքականին, Կիմբերլի Դոս Սանտոսն էր միացել արձակմանը և շատ լավ հնարավորությունից չկարողացավ օգտվել։ Մագալյաշ չկա խախտում Դակի կորուստ Շմիտ կենտրոն է ուղարկում Ժորժ Կարոլին Ժորժ շեղ է արվածում աչարձակվողը Լյուքսեմբուրգի հավաքականի Գևորգյանը այս անգամ էլ իժող փոխանցում է կատարում առաջ, ստացվեց ճշգրիտ փոխանցում, բայց հետո Արինե Դավթյանը ունեցավ խնդիրներ գնդակը մշակելու առումով։ Ինքը Հայաստանի հավաքականի այս կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստներ, Անի Սաֆարյանն է 19 տարեկան, 18 տարեկան են Արինե Դավթյանը, Իզաբելա Ներսեսյանը ևս 18 տարեկան է։ Արձակման գծում փորձառու տարիքի առումով Վերոնիկա Ասատրյանը 22 տարեկան է, շատ երիտասարդ թիմ է Հայաստանի հավաքականը Սանա Պիզլովան 24-ամյա ֆուտբոլիստը և Սավաննա Թեյլորն ամենափորձառուները, Թեյլորն էլ ընդամենը 28 տարեկան է և այս կազմի ամենատարեցն է համարում մեկնարկային կազմում գտնվող ֆուտբոլիստների մասին է խոսքը վնասվածք հիմա Հայաստանի հավաքականում ամեն ինչ կարգին է ցույց է տալիս մրցավարը Սվետլանա Ղարագյոզյանն էր հայտնվել ֆոտոծածկին նա Լյուքսեմբուրգի դեմ տնային խաղում խփեց մեր հավաքականի միակ գոլը Լարա Կազանչյանի փոխանցումից Մոսկվայի Սպարտակն է ներկայացնում Սվետլանա Ղարագյոզյանը Կազանի Ռուբինից է տեղափոխվել հայրաքաղաքային ակումբ Գրում է Լյուքսեմբուրգի հավաքականը 14 րոպե ու կավարտվի առաջին խաղակեսի հիմնական ժամանակը վտանգավոր է և վտանգավոր արված էր վտանգավոր դիրք էր, բայց արված է իրականում այդ վտանգավոր չստացվեց ամեն դեպքում կրկին թույլ ենք տալիս արված կատարել մրցակցի ֆուտբոլիստներին Թոմփսոնը շահագործության կենտրոնում էր նախորդ անգամ ևս Գևորգյանն է տեղադրում գնդակը կենտրոն շատ հանգավոր կարող է լինել Թոմփսոն կրնկով փորձեց գեղեցիկ խաղալ թույլ էր փոխանցումը Շարլոտ Շմիդտի համար Արագ վերադարձրին գնդակը Լյուքսեմբուրգի խաղացողները Դոս Սանտոս չկա խախտում Կիմբերլի Դոս Սանտոսի հետ պայքարում ևս մեկ հակագրոյի հնարավորություն շարժվում է առաջ Նարինե Դավթյանը միացավ Պիզլովան և կրկին այս փոխանցումը վերջին փոխանցումը լավը չէ ուժեղ է ստացվում
Գնդակի կորուստ։ Հիմա պետք է դիրքավորվել և սպասել մրցակցի առաջարկի։ Անդրեա Մաչադո, կենտրոն, Էմա Կրեմերի հետ է խաղում։ Մարտա Էստևես։ Մաչադոնը գնդակով։ Ովցին գնդակի հիմա տանտերերը, Սաֆարյան։ Արդվեց մինապայքարը Մաչադոին։ Շմիտ։ Կրեմեր։ Խաղի ընթացքը ցույց է տալիս, որ Լյուքսեմբուրգի հավաքականը այն թիմը չէ, որին հնարավոր չէ հաղթել, պարզապես պետք է մի փոքր ավելացնել, եթե անգամ այսպես ավարտվի առաջին կեսը։ Իհարկե մարզչականի շտաբն է օգնություններ կտա ու հուսանք որ քաղաքեսումներ հավաքական ավելի ագրեսիվ տեսք կունենա, իսկ մինչև այդ տեսնենք ինչ հանգուցալուծում է ստանում։ Վերջին հատված առաջին քաղաքեսի ևս մեկ ստանդարտ։ Կարոլին Ժորժն է փոխանցելու Անկյունայինից։ Կառնաշփոթ է առաջանում Կազանչյան։ Էմա Կրեմեր։ Կենտրոն է տեղափոխվել ձախ պաշտպան Կիմբերլի Դոս Սանտոսը։ Լեյլա Շմիտ, կրկին Կիմբերլի։ Երկար խաղարկեցին այստեղ Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները։ Ամենավորակյալ խաղարկումներից մեկն է սա հանդիպման մեկնարկից ի վեր։ Գրեթե մեկ տասնյակ փոխանցում առանց սխալվելու և խնդրեմ միանգամից հետևեց սխալ փոխանցումը Օքսանա Պիզլովա։ Պաշտպանությունում փաստորեն հիմա Պիզլովան խաղում է աջից, Միլանա Վարդանյանը ձախից։ Թեյլոր, լավ աշխատեց Սավաննա Թեյլորը։ Թոմսոն, Շմիտ այստեղ էլ, Վերոնիկա Ասատրյանը կարողացավ լավ գործել թիկունքից, գալով ու խլելով գնդակը, բայց հիմա մրցավարը ցույց է տալիս, որ հենց Ասատրյանից է հեռացել, ևս մեկ անկյունային է լինելու։ Ժորժը հեռացավ, սպասում է փոխանցման, բայց հետևեց ուժեղ փոխանցում Կուգանային հրապարակի կենտրոն, հաշիվը դառնում է 2-0։ Յոնա Մագալյայիշն է դառնում գոլի հեղինակ, արձակման գծին թերևս ամենապասիվ խաղացողն է այս 36 րոպեների ընթացքում, բայց խնդրեմ անգամ այդ պասիվությունը նրան չի խանգարում թողնել խփած գոլը ու կրկին ստանդարտի խաղարկում և մենք բաց ենք թողնում ֆուտբոլիստի, որը գլխի արվածով դառնում է գոլի հեղինակ։ Նախորդ խաղում Լիխտենշտայնի դեմ 20-ամյա Մագալյայիշը գոլային փոխանցում էր կատարել։ Առաջին գոլն է խփում ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Ավելի հարմարավետ առավելություն է ստանում Լյուքսեմբուրգի հավաքական։ Ջրային դադար։ Ավելի ճիշտ ոչ թե ջրային դադար է, պարզապես շատ արագ Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստները իրենց համար ստեղծեցին այդ դադարը։ Առաջին 8 րոպեները առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ես ևս մեկ անգամ հիշեցնեմ Յոել Պավելվացի մասին։ Էլբերնեք Յոել Պավելվացը
կայլեք, փոխանակեք այդ կայլերը տարատեսակ վաուչերներով։ Կայլերը կարող եք փոխանակել նաև Fast TV Premium փաթեթին, մեկամսյա բաժանորդագրության վաուչերով, այդպիսով հետևելով սպորտային կարևորագույն իրադարձություններին ցանկացած վայրից ու ձեզ հարմար սարքավորումով։ Գնդակը Դալլաքյանը, Դավթյան, շատ ուժով էր փոխանցումը, թիմակիցը բավական ուտ էր, բայց ճիշտ չհաշվարկեց Նարինե Դավթյանը գնդակի ուժգնությունը։ Մագալիաշ, միացել է Ժորժը, արվածում է դարպասաձողն է օգնության հասնում Հայաստանի հավաքականի։ Մեկ անավարտ գրող կանոնների խախտում դաշտի միջին հատվածում Կարոլին Ժորժն է վաստակում տուգանային հարված։ Փոխանցում ու եւս մեկ անգամ բաց են թողնում Մագալիաշին, թույլ են տալիս հարված կատարելու։ Տվեցին հարված կատարելու հնարավորություն, բայց այս անգամ էլ չօգտվեց այդ շանսից Լյուքսեմբուրգի հավաքականը, ստեղծած պայրով իհարկե մի քանի անգամ առավելություն ունի մեր նկատմամբ Լյուքսեմբուրգի հավաքականը, չհաշված հպած երկու գոլերը եւ առաջին կեսը ամբողջությամբ տանտերերի առավելությամբ անցավ, դեռ ժամանակ կա, եթե ստացվի կրճատել հաշվի տարբերությունը, միգուցե դեռ ստացենք երկրորդ խաղակեսում բեկումնային ընթացքի մասին։ Չկա խախտում, մաքուր են գործել Լյուքսեմբուրգի հավաքականի խաղացողները։ Լեյլա Շմիդ մաչագոնն հետ է ուղարկում, Լյուսի Շլիմ է շրջեց Մագալիաշը, պահում է գնդակը Կիմբերլի Դոս Սանտոս, Շմիդ Շարլոտն է լացրեց փոխանցել Մագալիաշին ու եւս մի գուտանգավոր գրով, բայց Ռակազանչյանն էր նահանջել, օգնեց պաշտպաններին եւ հեռացրեց գնդակ Հայաստանի հավաքականի ավակը։ Մարտա Էստևես փոխում է գրոյի թևը աչի եզր ուղարկեց Լեյլա Շմիդ, գեղեցիկ խաղարկում այս գոտում դրվագներով լավ է խաղում Վերոնիկա Ասատրյանը, որը կարողանում է նահանջել ու խանգարել մրցակցի եզրայիններին այստեղից ճեղքումներ իրականացնել։ Այն դեպս մի քանի անգամ Վերոնիկան լավ խաղով աչքի ընկավ։ Արինե Դավթյան, գեղեցիկ էր Կազանչյան,
Սանտոսը ոչ միայն թույլ չտվեց մերոնց ավարտին հասցնել գրոհը, նկարվածով ավելին վաստակեց եզրից խաղարկման իրավունք։ Biz 2 րոպե ու տեսնենք կավելացնի արդյոք Ֆրեդերիկի Լիդիա Սյոկերը դադարներ շատ չեն եղել դարպասի 2 գրավում ևս այդ ամինի համար կարող է ավելացնել մրցավարը, բայց հետո դադարների ականատես չեղանք առաջին խաղակեսի ընթացքում Andrea Machado շրջվում է Լաուրա Միլլերը շատ հանգիստ է իրեն զգում շատ հանգիստ է երբ գնդակով է աշխատում Լյուքսեմբուրգի հավաքականի հավաքը և կրկին լյուսի շլիմ է շտապելու իհարկե կարիք չունի ընդհանրապես լյուսի շլիմ են չի ուղարկում Մաչադո Փորձ երկրորդ տեմպ են, փորձում աղորդել գրոյն տերերը և հաշիվը չի դառնում 3-0 փրկեց Սոֆինե Կևորկյանը Չի կեսի վերջին վարկյաններին Սվետլանա Ղարագիոզյանն է հայտնվել խոտածածկին և բժիշկների օգնության կարիքն է զգացվում Մեկ րոպե ավելացրեց դանիացի մրցավարը Չև օգնություն կստանա Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպանը Ղարագիոզյանը Շատ են Հայաստանի հավաքականում Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող ֆուտբոլիստները Պայստանի դարպասապաններից մեկը Ալինա Պողոսյանը օրինակ Կրիլյա Սովետովն է ներկայացնում Պայստայինների թվում է Ռոստովի խաղացող Լիան Աղազարյանը Միլանա Վարդանյանը Կրասնոդարի ներկայացուցիչ է Աննա Դալակյանը ևս Ռոստովում է խաղում Կլարա Կազանչյանը հավաքի թև կապով խաղացող ֆուտբոլիստը ֆրանսիական Լանսի ներկայացուցիչ է Քիչին գրոհը հավանաբար գրոհում է Լյուքսեմբուրգի հավաքականը Մաչադո գրոհությամբ բայց գնդակ Շտապում է Լելա Շմիդտը Սավ գնդակին ու վաստակեց չվաստակեց անկյուն են Պստորն հենց Շմիդտից էլ հեռացել էր գնդակը Կյան Դալակյան Սանտոսը մասնակցեց խաղարկմանը Մարտա Էստևես, գեղեցիկ խաղաց Էստևեսը թույլ է տալիս շարունակել գրոհը մրցավարը Վերոնիկա Ասատրյանն է պայքարում Մաչադոյի հետ
Վերջ, առաջին խաղակեսն ավարտվեց, Լյուքսեմբուրգի հավաքականը հաղթում է 2-0 հաշվով, հանգստանանք նաև մենք 15 րոպեից կշարունակենք։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք կրկին Fast Sport-ի ուղիղ եթերում ենք Բեգեն քաղաքի Անրի Դյունանի անվան ստադիոնում։ Մեկնարկում է ազգերի լիգայի C լիգայի 5-րդ տուրի Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպման երկրորդ խաղակեսը, Լյուքսեմբուրգի հավաքականը հաղթում է 2-0 հաշվով։ Առաջին կեսից հետո 14-րդ րոպեին Էմի Թոմփսոնը առաջ մղեց գլխի արվածով Լյուքսեմբուրգի հավաքականին, 37-րդ րոպեին կրկին գլխի արվածով գոլի հեղինակ դարձավ Յոն Մագալյայեշը եւ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց եզրային հարձակվող Կարոլին Ժորժը։ Վերիշեք թիմերի կազմերը Լյուքսեմբուրգի դարպասը պաշտպանում է Լյուսի Շլիմեն, համար 1 պաշտպանությունում ձախից Քիմբերլի Դոս Սանտոս, համար 22, աչից Լեյլա Շմիթ, համար 16, Արձակվողն է Դեմա Կրեմեր, համար 5 և Անդրեա Մաչադո, համար 4, Սենակետայներ, թիմի ավակ Լաուրա Միլլեր, համար 10, Մարտա Էստևես, համար 6, արձակման ձախ եզրում Յոաննա Մագալյայեշ, համար 7 ենթաարձակվող Շարլոտ Շմիթ, համար 11, Աչից Կարոլին Ժորժ, համար 17 և կենտրոնական արձակվողը Էմի Թոմփսոնին, համարի մարզաշապիկով Դանիել Սանտոսը գլխավորում է Լյուքսեմբուրգի հավաքականը։ Հայաստանի հավաքական դարպասում Սոֆինե Կևորկյան, համար 12, պաշտպանության եզրերում Օքսանա Բիզլովա, համար 9 և Միլանա Վարդանյան, համար 2, չնայած Բիզլովան շատ է միանում միջին գծի թիմակիցներին և արձակմանը կենտրոնում Սավաննա Թեյլոր, համար 4 և Սվետլանա Ղարագյոզյան, համար 15, Հենակետայներ, թիմի ավակ Լարա Կազանչյան, համար 6, Աննա Դալակյան, համար 7, Արձակման աչ եզրում Նարինե Դավթյան 20, ենթաարձակվող Վերոնիկա Ասատյան, համար 11, ձախ եզրում Իզաբելա Ներսեսյանն էր խաղում 17 համարով, նրան փոխարինեց Անյուտա Գալստյանը, համար 14, Ուրարտուն է ներկայացնում Անյուտա Գալստյանը և արձակման կենտրոնում Անի Սաֆարյան, համար 16, Արտակ Ադամյանը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքական։ Առաջին կեսում Լյուքսեմբուրգը ուներ իհարկե խաղային առավելություն, բացի խփած երկու գոլերը մի քանի այլ շատ լավ հնարավորություններ ստեղծեցին, երկու անգամ Սոֆինե Կևորկյանը փրկեց, մեկ անգամ դարպասաձողը օգնության ասավ մեր դարպասապահին։ Հայաստանի հավաքականն էլ 1-2 քիչ թե շատ վտանգավոր պայր ունեցավ, գրողներից մեկը հատկապես շատ վտանգավոր էր, երբ մի քանի հարվածի փորձ եւ արդյունքում անկյունային վաստակեցինք, բայց Լյուքսեմբուրգը արժանիորեն հաղթում է, պետք է դա էլ փաստել, ու սանք երկրորդ խաղակեսը այլ պատկեր կապովի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար։
Սա 4 տարեկան է Անյուտ Գալստյանը Լյուքսեմբուրգի դեմ Հայաստանյան խաղին։ Նույնպես մասնակցել է Ղազախստանի հավաքականի դեմ հանդիպմանն է մասնակցել։ Տեսնենք ինչպես է դրսևորում իրեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը։ Երեք րոպե անցավ երկրորդ խաղակեսի մեկնարկից առայժմ առանց վտանգավոր պայրի չնայած մեկ հարված տանտերերը կատարեցին եւ Սոֆինե Կևորկյանը ընդունեց գնդակը եւս մեկ նետում աճի եզրից ես եւս մեկ անգամ հիշեցնեմ Յոել Պավելվացի մասին ներբեռնեք Յոել Պավելվացը քայլեք փոխանակեք այդ քայլերը տարատեսակ վաուչերներով քայլերը կարող եք փոխանակել նաև Fast TV Premium Package-ի մեկամսյա բաժանորդագրության վաուչերով, այդպիսով հետևելով սպորտային կարևորագույն իրադարձություններին ցանկացած վայրից եւ ձեզ հարմար սարքավորումով։ Եվս մեկ շեղ հարված հետևեց Լյուքսեմբուրգի հավաքականի ֆուտբոլիստների կողմից ու նոր գրով, որի մեկնարկը դնելու է դարպասապահ Գևորգյան։ Վարդանյանը ձախ պաշտպանի դիրքում ստացավ գնդակը, նա հենց ձախ եզրում էլ խաղում է։ Սկզբանե նշված էր պաշտպանության աջ թևում Վարդանյանի դիրքը, բայց ձախ եզրը նրան է վստահված, Պիզլովան խաղում է ավելի շատ աչից։ Կարոլին Ժորժ, ֆուտբոլիստ, որը 2 գոլային փոխանցում գրանցեց իր ակտիվում, Ժորժը նույնպես հրաշալի արդյունավետություն ունի ազգերի լիգայում։ Նախորդ խաղերից միայն առաջին տուրում Ղազախստանի դեմ արդյունավետ գործողությամբ աչքի չեն ընկել, դրանից հետո 3 գոլ, 3 գոլային փոխանցում ուներ, հիմա արդեն 3 գոլ, 8 գոլային փոխանցում ունի 19-ամյա ֆուտբոլիստը, որը Լիեժի ստանդարտն է ներկայացնում, բելգիական ինչպես են խաղարկելու, այս անգամ արդաշատ է դաշտի այս հատվածը, Անյուտա Գալստյան կենտրոն է ուղարկում, դեպը Գալստյանը առաջին խաղակեսում բարբերաբար դուրս էր գալիս, նախավարժանք էր կատարում, զուգահեռաբար փորձում էր նաև հուշել թիմակիցների տարբեր դրվագներում և իջմանը հենց նա եկավ խաղադաշտ առաջին փոփոխությունը այս խաղում կանոնների խախտում Հայաստանի հավաքական ֆուտբոլիստի կողմից Շարլոտ Շմիդտի հետ պայքարում Անի Սաֆարյանը խախտեց կանոնները, Շմիդտն էլ շատ ակտիվ էր առաջին խաղակեսում, լավագույններից մեկն էր խաղադաշտում, կարելի ասել երկար փոխանցում առաջ Մաչադո Այդ փոխանցում դարպասապահ Լյուսի Շլիմեին պայքար դաշտի կենտրոնական հատվածը ավելի լավ են արձագանքում տվյալ իրավիճակում Լյուքսեմբուրգի հավաքականի խաղացողները Անդրեա Մաչադո Միլեր Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը հունիսի 3-ին է տեղի ունենալու 3 օր դադար եւ կլինի Լիխտենշտայնի դեմ վերջին խաղը այդ նույն օրը Ղազախստանը տանը ընդունելու է Լյուքսեմբուրգին Իդե երկու խաղերն էլ նույն ժամը 21-ին են մեկնարկելու մեկ խախտում այս անգամ տանտերերն են խախտել կանոնները մանր խախտումներ առաջին կեսում էլ կային, բայց շատ կորեկտ պայքար էր առանց դեղին քարտերի
Փոխանցում առաջ 31 գնդակը Kimberly Dos Santos-ը, որը նույնպես լավ էր միանում գրողներին առաջին խաղակեսում։ Շատ են եզրից խաղարկումները, Dos Santos, կենտրոն, թիմի ավակ Laura Miller-ն է գնդակով, լավ փոխանցում է կատարում Miller-ը, բայց չկա հարված։ Շմիտ, Լեյլա Շմիթն է իմայել գնդակով, կենտրոն է տեղափոխվում աջ պաշտպանը, Թոմփսոն, Կարծես շրջանցել էր դարպասապային, բայց անկյունը շատ սուր էր և դժվար էր Թոմփսոնի համար ևս մեկ գոլ խփել այդ իրավիճակից։ Խլում են գնդակը դաշտի կենտրոնում Հայաստանի հավաքականի խաղացողները, բայց ինչպես ձանագրեց Դանիացի դարպասապա ներողություն ծավալը Ֆրեդերիկի Լիգիասյոկը ռկար կանոնների խախտում գրողը շարունակություն չստացավ Հայաստանի հավաքականի կողմից, այստեղ էլ լավ չեն աշխատում արդեն պանտերերը։ Շմիտ, միացավ Յոնա Մագալյայշը, շարժվում է առաջ, մտավ Տուգանային հրապարակ, չկա խախտում։ Կենտրոն, Էստևես, կրծում է գնդակը, Մարտա Էստևես Գարսիան։ Ուտում Հայաստանի հավաքականի օգտին, Գետա Գալստյանն է կատարելու այն։ Թույլ էր փոխանցումը Գալստյանի կողմից։ Թոմփսոն եզրը տեղափոխվել։ Էմի Թոմփսոնը։ Միլլեր։ Շմիտ։ Լավ են դիմավորում Շմիտին։ Kimberly Dos Santos։ Սխալվեց եզրային պաշտպանը։ Կարագյուզյանն է շարժվում առաջ։ Լարա Կազանչյան, Լանսի կիսապաշտպանը պահում է գնդակը։ Վերոնիկա Սատրյան, ուժեղ էր, շատ ուժեղ էր փոխանցումը Օքսանա Պիզլովայի համար։ Ցածր է կավի տեմպը, երկրորդ խաղակեսում Մագալյայշ, սխալ փոխանցում է հետևում։ Տեմպ գրոյին Թոմփսոն, չհամարձակվեց հարվածել։ Գյուզանը փակեց հարվածի ճանապարհը, Ժորժ կենտրոն է ուղարկում այստեղ։ Հարված չտեսանք։ Դեպ Սիլիգայում է էլիտ ունենում նաև մեր արևան Վրաստանի հավաքականը, որը այս պահին զուգահեռաբար 2-1 հաշվով հաղթում է Անդորային, բայց Վրաստանի հավաքականն է
այդքան է լավ ելույթներ չի ունենում, այնտեղ Մալթայի և Կիպրոսի հավաքականները ավելի շատ միավորներ ունեն և վրացիները նույնպես երրորդ տեղում են։ Ակտիվ նախավարժանք են կատարում Լյուքսեմբուրգի հավաքականի պայեստային խաղացողները։ Ռեժիմ մեկ փոփոխություն է տեղի ունեցել և Գալստյանը դուրս եկավ խաղադաշտի փիչմանը Զեբել Ամանեն Ներսիսյանի փոխարեն։ Ծանոթանանք Հայաստանի հավաքականի պայեստային ֆուտբոլիստներին դարպասապաններ Ալինա Պողոսյան և Վիոլետա Մուսախանյան, պաշտպաններ Լիանա Ղազարյան, Սոֆիա Հարությունյան, Էլինա Վարդանյան, պաշտպաններ Լիզա Կազանջյան և Էլինա Մարտիրոսյան, արձակվողներ Տաթև Խաչատրյան և Միլենա Սայադյան, ֆուտբոլիստները, որոնք կարող են խաղադաշտ դուրս գալ Հայաստանի հավաքականի կազմում։ Kimberly Dos Santos, Մագալյաշ, Իզլովան խլեց գնդակը, չի ստացվում 2-3 ճշգրիտ փոխանցում կատարել այսօր, այդ առումով իհարկե շատ լուրջ խնդիրներ ունի Հայաստանի հավաքականը և փրկում է Սոֆինե Գևորգյանը, նորից կատարած հարվածը կարողացավ չեզոքացնել, անկյունային վաստակում է ամեն դեպքում Լյուքսեմբուրգի հավաքականը, թեպ մեր հավաքականի խաղացողների մոտ ստացվի մի փոքր երկար պայել գնդակը, շատ բան ավելի լավ կստացվի, բայց 1-2 փորձու գնդակը բաժին է հասնում տանտերերին, կարճ կյանք են ունենում գրողները։ Էստևես Գարսիա, փոխանցում բարձրից, անհաջող հարված էր Շարլոտ Շմիդտի կողմից։ Իզլովա, Կարոլին Ժորժ, կենտրոն տեղափոխվեց, միացնում է գրոյին Շարլոտ Շմիդտին, Սավաննա Թեյլորը շատ լավ է գործում պաշտպանության ձախ եզրին է ասել։ Լիանա Վարդանյանի դիրքը ավելի ամրացրեց Թեյլորը, երակներ է փնտրում Լեյլա Շմիդտը, որը նույնպես ակտիվ է հաճախ է միանում գրողներին, բայց նրա և Կարոլին Ժորժի համագործակցությունն է ոչ միշտ է ստացվում, վերջին փոխանցումները Ժորժի ուղղությամբ հաճախ սխալ են լինում, բայց չկա կոնկրետ եզր կամ ուղղություն, որը շատ է օգտագործում Լյուքսեմբուրգի հավաքականը, բոլոր գոտիներում էլ փորձեր տեսնում։ Եվս մեկ խախտում, Լիանա Վարդանյանը խախտեց կանոնները այս անգամ։ Լուսի Շլիմը Կար է պահում գնդակը դարպասապահը, քիչ էր մնում կորցնել միավակ Լաուրա Միլլերը, ռիսկային գործեց, փոփոխություն է տեղի ունենալու եւս մեկ
փոփոխություն, կրկնակի փոփոխություն ընդ որում Լյուքսեմբուրգի հավաքականի կազմում։ Տեսնենք ովքեր են հեռանում, առաջին գոլի հեղինակ Էմի Թոմփսոնը հանգստանալու այսօր էլ երկեր կարևոր առաջադրանքը կատարեց, այս պայն ես նրա գոլը աղթական է համարվում։ Էլա Շմիդտը նույնպես հեռացավ։ Աչպաշտպանը ևս հեռացավ, խաղադաշտում հայտնվեց Լետիսիա Մատեուսը 15 համարի մարզաշապիկով։ Էմի Թոմփսոնի փոխարեն Կատարինա Լավինասը դուրս եկավ խաղադաշտ 18 համար։ Այսպիսի փոփոխություններ Լյուքսեմբուրգի հավաքականի կազմում։ Լետիսիա Մատեուսը ևս երիտասարդ խաղացող է, 20 տարեկան։ Կատարինա Մատեուսն էլ 22 տարեկան ֆուտբոլիստ է, որը Լիխտենշտայնի դեմ նախորդ տուրում գոլային փոխանցում կատարեց Հայաստանի դեմ։ Արմավիրում կայացած խաղում վերջին մի քանի րոպեներին դուրս եկավ խաղադաշտ Լավինասը, իսկ Մատեուսը նույնպես 83-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման։ Այսօր կրկին երկու ֆուտբոլիստներն խաղի ժամանակ են ստանում եւ ավելի շատ, քան Արմավիրում կայացած խաղում։ Սանապիզլովան ուշացավ, խլում է գնդակը Քիմբերլի Դոս Սանտոսը։ Ցածրից կենտրոն անդրադարձը խանգարեց Լյուքսեմբուրգին։ Սկարակ հակագրոհել չի ստացվում։ Դանդաղ են աշխատում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։ Ես մեկ վտանգավոր գրող Ժորժ Անկյունայինը վաստակում ոչ, ուշացրել էր Կարոլի Ժորժը փոխանցումը և այս անգամ հարված դարպասից։ Արա կարգեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, ակտիվ է Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Դանիել Սանտոսը։ Ու կրկին հեռանում է գնդակը դաշտի սահմաններից, բայց այս անգամ կարծես միտումնավոր անեցին, քանի որ վնասված կա արդեն Լյուքսեմբուրգի հավաքականի խաղացողներից մեկը խնդիրներ ունի, իսկ Լյուքսեմբուրգի հավաքականի կազմում քիչ անց նոր փոփոխություն է տեղի ունենալու։ Դինա Կոցանն է դուրս գալու խաղադաշտ 8 համարի մարզաշապիկով։ Վերջին պատրաստությունները տեսնենք փոխարեն է։ Դուրս գալիս ևս մեկ կիսապաշտպան, որը խաղի ժամանակ է ստանում 23 տարեկան է։ Հեռանում է Շարլոտ Շմիդտը 11 համարով։ Ռեժիմ մեկ փոփոխությամբ սահմանափակվում է և բավարարվում Արտակ Ադամյանը։ Player with number 8, Edina Kocha, is taking the place of player with number 11, Charlotte Schmidt.
Անդրեա Մաչադո հետ է ուղարկում, Լյուսի Շլիմ է։ Պրեսինգի փորձ, բայց իհարկե ոչ ամբողջական ուժերով Նարինե Դավթյանը փորձեց ճնշել։ Չկա բավարար ճնշում երևակականի կողմից Ղարագյոզյան։ Դալաքյան։ Խաղը տեղափոխվեց Լյուքսեմբուրգի հավաքականի կիսադաշտ։ Հաշիվն է իհարկե նաև ստիպում էր հավաքականի գնալ առաջ։ Վերջին հատվածն է այս հանդիպման, ժամանակը աստիճանաբար աշխատում է այդ տանտերերի օգտին։ Պիզլովա ևս մեկ եզրից կարգում, բայց Օքսանա Պիզլովա է ծառացել գնդակը։ Սաֆարյան։ Իլեր շանում է փոխարինման դուրս եկած Մատեուսը։ Ստեմես Գարսիա, չի ուղարկում Կարոլին Ժորժ։ Աչ եզրը տեղափոխվել նաև Յոնա Մագալյայեշը, երկրորդ գոլի հեղինակը։ Ստեմես Գարսիա։ Հնարավորություն չունեցավ Լավինասը ստանալու գնդակը, բայց նա խաղում է մի Թոմփսոնի դիրքում արձակման կենտրոնում, ասել է թե Բերլի Դոս Սանտոս որոշեց հարվածել, ու բարձր է ընթանում գնդակը։ Փոփոխություն Հայաստանի հավաքականի կազմում։ Նարինե Դավթյանը հեռանում է։ Հեռացավ նաև Աննա Դալաքյանը։ Փոփոխություն խաղադաշտ դուրս եկավ Լիզա Կազանջյանը 8 համարով։ Եվ 13 համարի մարզաշապիկով Տաթև Խաչատրյանն է դուրս գալիս խաղադաշտ։ Տաթև Խաչատրյանը Արարատ Արմենիայի աղջիկների թիմն է ներկայացնում։ Լիզա Կազանջյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթոնհիլ քոլեջի ֆուտբոլիստ է։ Շատ պատահ իրադարձություն է այս խաղում, եզրից խաղարկումներն են, բայց այս անգամ Տուգանային հարված է փաստորեն ոչ թե նետում ու գնդակը Անյուտա Գալստյանի մոտ է։ Ուժեղ փոխանցում է կատարում առաջ, հայկարի երկրորդ հարկում։ Չանց ևս մեկ փոփոխություն է տեղի ունենալու, եթե ճիշտ նկատեցի Հայաստանի հավաքականում։ 19 համարով Միլենա Սայադյանը դուրս կգա խաղադաշտ։ 18 տարեկան մեկ այլ խաղացող։ Ստացվում գրում է Լյուքսեմբուրգի հավաքականը։ Միլենա Սայադյանը նույնպես ուրարտում է ներկայացնում։ Վերջերս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում երկու հանդիպում անցկացրեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլում։ Եվ Միլենա Սայադյանը գոլի հեղինակ դարձավ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում, ասիստ գրանցեց Լիտվայի դեմ խաղում։ Իսկ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 3 խաղից հետո վաստակեց 1 միավոր։
խմբում, որտեղ արձակցում էր Խորվաթիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիտվայի հավաքականների։ Այդ հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է Միլենա Ասայադյանը, տեսնենք նա իրեն ինչպես կդրսևորի քիչ անց խաղադաշտ դուրս գալով։ Մաչադո այդ փոխանցում Լուսի Շլիմ է։ Իստուրս վիճակ գողանապար արձանագրվեց։ Սվետլանա Ղարագիոզյան, կարճ փոխանցում, Թեյլոր, Անյուտա Գալստյան, չեսնում է գնդակը Կազանջյանը, Հայաստանի հավաքականի չին գծում աշխատում են Կազանջյանը և Կազանջյանը։ Կազանջյանն է գնդակով, գեղեցիկ էր, Լարա Կազանջյան և ինչ գոլ էր խփելու ափսոս։ Ու փրկեց դարպասապա, Ակյունային նվաստակում Հայաստանի հավաքականը։ Հայաստանի հավաքականը կարողանում է պարբերաբար շատ գեղեցիկ գոլեր խփել և դա ոչ միայն ազգերի լիգայի այս խաղարկությունում, թեկուզ և շատ չի խփում, բայց գեղեցիկ գոլեր ստացվում է։ Քիչ առաջ դրանցից ևս մեկը կարող ենք ունենալ, խաղարկել են արդեն Անկյունայինը, Կազանջյան, Սաֆարյան հասավ և ուղարկեց գոտի, որտեղ Հայաստանի հավաքականի որևէ խաղացող չկար։ Առաջին 15 րոպեները և կավարտվի հանդիպման հիմնական ժամանակը, երկրորդ կեսում դարպասի գրավում չկա, հիմա կարող է կրճատվել հաշվի տարբերությունը, բայց ավելի լավ պետք էր գործել։ Խախտում, Պարիման դուրս եկած Մատեուսը խախտեց կանոնները Կազանջյանի հետ պայքար։ Ծավալը ցույց է տալիս, որ միայն Սուլիչից հետո կարող են խաղարկել։ Փոխանցում առաջ, չափից դուրս ուժեղ էր և ստացվեց լավ փոխանցում դարպասապա Լուսի Շլիմեյանը։ Ստևես Գարսիա, Էմա Կրեմեր, առաջ է շարժվում Կիմբերլի Դոս Սանտոսը, կենտրոն ուղարկեց, կանոնների խախտում ու շատ վտանգավոր դիրքում, այլ Կազանջյանն է խախտում կանոնները և առաջին դեղին քարտա է սխալը։ 78-րդ րոպեին, քիչ առաջ փոխարինման մտած Լիզա Կազանջյանը զգուշացվեց։ Լարա և Լիզա Կազանջյանները կողք կողքի։
Մեկը Լանսի ներկայացուցիչ, մյուսը Ստոնի քոլեջի։ Շատ վտանգավոր է դիրքը Կարոլին Ժորժն է։ Դանայինը աղարկում հարված է կատարում կենտրոնով և Սոֆինե Գևորգյան։ Լաուրա Միլլեր այս անգամ էլ կանոնների խախտում, բայց Լյուքսեմբուրգի հավաքական ֆուտբոլիստը խախտում թույլ տվեց։ Ղարագյոզյանն է կրկին հայտնվել խոտածածկին, առաջին կեսում էլ նա 1-2 դրվագում որոշակի խնդիրներ ունեցավ։ Ինչ կարգին է, ծավալը ցույց տվեց, որ կարիք չկա։ Ոսի բժիշկները դուրս կան խաղադաշտ։ Ղարագյուզյան երբ ստեք սխալներ ձախ եզրը տեղափոխվել Կարոլին Ժորժը, որը առաջին կեսում շատ ակտիվ էր աջ թևից ու 2 ասիստ գրանցեց, հիմա կարող է նույնը անել ձախ թևից և անկյունային չի վաստակում, հենց նրանից էլ հեռացել է գնդակը։ Հայաստանի հավաքականի խաղացանքն էլ ազգերի լիգայի այս խաղարկությունում շատ հետաքրքիր էր։ Առաջին 3 խաղերը Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր հավաքականը Հայաստանում անցկացրեց, դրանցից 2-ը հաղթելով, բայց հետո 3 անընդմեջ արտագնախախ ևս մեկը իհարկե մի քանի օրից կլինի Լիխտենշտայնի դեմ։ 2 հաղթանակներից հետո սա 3-րդ անընդմեջ պարտությունը կլինի, հասկանալի Լիխտենշտայնի դեմ ավելի մեծ հնարավորություններ կունենանք դրական արդյունք գրանցելու։ Լիխտենշտայնի հավաքականը 2021 թվականին է հաղթել նախորդ անգամ պաշտոնական խաղում։ Գեղեցիկ անցում է շարվածի փորձ։ Անկամ ձախ եզրում է կարողանում Կարոլին Ժորժը վտանգ ստեղծել ստորեն մեր պաշտպանների համար։ Եվ կրկին Սվետլանա Ղարագյոզյանն է խոտածածկին, բայց այս անգամ բժիշկները պետք է դուրս կան խաղադաշտ։ Կենտրոնական պաշտպանը շարունակում բախվել խնդիրների։ Դաթար Կրկնակի փոփոխություն է տեղի ունենում Լյուքսեմբուրգի հավաքականի կազմում։ Սան ամարով դաշտ է դուրս գալու Աննա Դիտրիխը։ 21 համարով Շարլի Ժորժը, 21
Համարի Մարաշապիկ ու կրկին Ժորժ Ազգանու։ Հայաստանի հավաքականի կազմում էլ տեղի կունենա փոփոխություն։ Մարիանա Վարդանյանը 3 համարով դուրս կգա խաղադաշտ։ Ստևես Գարսիան է հեռանում Լյուքսեմբուրգի հավաքականից։ Հեռանում է նաև Կարոլին Ժորժը, լավագույններից մեկը այս խաղում։ Ով է ասպարեզ Հայաստանի հավաքականի կազմում։ Իլանա Վարդանյանի փոխարեն Մարիաննա Վարդանյան։ Caroline George. Fysieke nummer 21. Charlie George, amateur 20. Մարիաննա Վարդանյանը նույնպես Սուրարտուի աղջիկներ թիմի ներկայացուցիչ է։ Այդքան էլ շատ ժամանակ չկա փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների տրամադրության տակ, բայց դեպքում նրանք կարող են ինչ-որ կերպ աչքի ընկնել։ Հիմա Վերոնիկա Ասատրյանն է գնդակով։ Խաղում չկա վտանգավոր գրոհ Լյուքսեմբուրգի կողմից Սիոննա Մագալյայեշ։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից մեկը Դիտրիխը միանգամից ակտիվացավ։ Տասնհինգ տարեկան է Աննա Դիտրիխը 2009 թվականի նոյեմբերին է ծնվել 15-ամյա ֆուտբոլիստը, որը խաղում է նաև Լյուքսեմբուրգի մինչև 17 տարեկանների հավաքականում, ազգային հավաքականում դուրս եկավ փոխարինը։ Լարա Կազանչյան դանդաղ, շատ դանդաղ գործեց Կազանչյանը, Գալստյան ինգատար եվս մեկ փոփոխություն Միլանա Սայեդյանը վերջապես դուրս է գալիս խաղադաշտ։ Սանա Պիզլովան հեռացավ։ Տեսնենք ինչպես է իրեն դրսևորում Միլանա Սայեդյանը։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ Յոել Պավելվացի մասին, ներբեռնեք Յոել Պավելվացը, այլեք փոխանակեք այդ քայլերը տարատեսակ վաուչերներով։ Այլերը կարող եք փոխանակել նաև Fast TV-ի պրեմիում փաթեթին, եկամսյա բաժանորդագրության վաուչերով, այդպիսով հետևելով սպորտային կարևորագույն իրադարձություններին ցանկացած վայրից եւ ձեզ հարմար սարքավորումով։ Կար Լյուքսեմբուրգի հավաքականի Տուգանայինի մատույցներում Վերոնիկա Ասատրյանը համառություն դրսևորեց։ Սաֆարյան նույնքերպ շարունակում է Անի Սաֆարյանը հաստակում Տուգանային հարված։ Գրողներից մեկը ստանդարտ Հայաստանի հավաքականի ակտիվում բարձրից փոխանցում կենտրոն, հարվածում է Անյուտա Գալստյանը, բայց բարձր է ստացվում այդ հարվածը։
Ուսի իշլիմ է։ Չպատկեր կլինի մրցաշարային հաղիսակում այս խաղի ավարտից հետո նախ այս գրույն ավարտվում։ Սպասենք կենտրոն և հարված է հետևում ուշեղ։ Դիտրիխը շեղ հարվածեց, ազգային հավաքականում առաջին գոլը կարող է խփել։ Շտապում մրցավարը, տեսնենք այնտեղ ինչ տեղի ունեցավ։ Նացվածք, խանային խնդիրներ Կիմբերլի Դոս Սանտոսի մոտ։ Կանգնում է և ծափահարություններ։ Ինչ կարգին է Դոս Սանտոսի մոտ։ Լյուքսեմբուրգի հավաքականը հաղթանակի դեպքում իսկ այդ հաղթանակի հավանականությունը շատ մեծ է։ 13 միավոր է վաստակելու և միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը 10 միավոր ունի Ղազախստանի հավաքականը, այստեղ հաղթում Դիտրիխի կողմից դեղին քարտ։ Հայաստանի հավաքականը 6 միավորով կմնա երրորդը և անկախ վերջին տուրի արդյունքներից երրորդ տեղից չի նահանջի։ Եվ իհարկե ամեն ինչ այսպես ավարտվելու դեպքում երրորդ տեղից չի էլ բարձրանա Արտակ Ադամյանի գլխավորած թիմը, քանի որ ղազախները 10 միավոր ունեն։ Վերջին տուրում հունիսի 3-ին Լյուքսեմբուրգ Հայաստան և Ղազախստան Լյուքսեմբուրգ և Լիխտենշտայն Հայաստան հանդիպումները տեղի կունենան, որով խմբային փուլը կավարտվի։ Լյուքսեմբուրգի հավաքականը ունի շատ լավ հնարավորություններ ազգերի լիգայի B լիգա բարձրանալու համար։ Չորս րոպե ավելացնում դանիացի մրցավարը Ֆրեդերիկի Լիդա Սյոկերը ևս այդքան ավարտվի հանդիպումը Սավաննա Թեյլոր Գյունային այսօր Լյուքսեմբուրգի հավաքականը ստանդարտների արդյունքում մեզ կարողացել է տեխրեցնել, երկու անգամ գլխի հարվածով հաջողության հասան, բայց այս անգամ որոշեցին երկար խաղարկել ստանդարտը և թույլ հարված Լաուրա Միլլերի կողմից հրաշալի հնարավորություն Դիտրիխ 11 մետրանոց նշանակվում է քարտ Հայաստանի հավաքականի խաղացողին, բայց տեսնենք վերջով կանոնների խախտումը որտեղ էր։ Դիտրիխը զգուշացվեց սիմուլյացիայի համար։ Հայաստանի հավաքականին հետևաբար խախտում չկար։ Հայաստանի հավաքականի կողմից Ունեցած ժամանակի երրորդ րոպեն է տածքի մեջ, իհարկե երկու թիմերն էլ գիտակցում են, որ գրեթե ոչինչ փոխել հնարավոր չէ, հնարավորինս
Ուշացավ Հայաստանի ավակականի փրկության գոլը, որը կարող էր 5 դնել մեկ միավորով այս խաղը ավարտելու համար։ Laura Miller առաջ է շարժում Kimberly Dos Santos-ը ամենաառագաշարժ ֆուտբոլիստներից մեկը Լյուքսեմբուրգի ավակականի կազմում։ Գևորգյանն է ուղարկելու առաջ։ Դակը Գալստյան այստեղ էլ խախտում Չետրյանն է խախտում կանոնները վերջին ստանդարտը ամենայն հավանականությամբ Վերցնում է մրցավարը ավարտվեց հանդիպումը Լյուքսեմբուրգի ավակականի հաղթանակով 2-0 հաշվով Հայաստանի ավակականը 6 միավորով շարունակում է մնալ երրորդ տեղը։ Երրորդ ենթախմբում Լյուքսեմբուրգը 13 միավորով առաջին տեղում է։ Ավարտվում է նաև մեր ուղիղ հեռարձակումը, բարեկամներ, շնորհակալություն։ Շրջության համար խաղի ընթացքին օգնեց Տելեսուրեն Մելիքսեթյանը հանդիպենք։ British will say home and a pleasant evening. Dat we Fußballföderation jetzt sponsern, das hat nur ein Highwert für alle Unterstützer. Wir wünschen euch schöne Memories und einen schönen Abend.